Ապա շրջափակման վերացման առաջին քայլը անում է Բաքուն։ Վստահ եմ ծանոթ եք այդ հայտարարությանը։ Ձեզ դա չի զարմացնում։ Ոչ, անշուշտ որ չէ զարմացուցած, ասում սպասված հանգրվաններ են գարձեստե։ Սաբահուն դարօրինակ եղած է Ադրբեջանը ցևոմը վերացուցած է շրջափակումը Հայաստանի դեմ, բայց Թուրքիան դակավին այդ մասին բացահայտ հայտարարությունը չի եղած։ Հա, կարևորը այստեղ Թուրքիայի դիրքորոշումն է։ Մենք հիմա Թուրքիայից Այո, քանի որ Թուրքիան պաշտոնապես շրջափակում կատարած էր Հայաստանի դեմ, եւ այդ շրջափակումը վերացնելու մասին մինչեւ օրս ովևէ հայտարարություն չի եղած, այստեղ լուրջ հակասություն կա, կարծես թե գործընթացը Ադրբեջանի հետ ավելի հեշտ պիտի ընթանա հաղթատման Թուրքիա։ Դե հենց սա էլ անակնկալն է, ինձ թվում է։ Անշուշտ որ այս երևույթը քիչ անակնկալ է, բնական եղածը Թուրքիա նախագահ առնելն է, որպես իբրև թե երրորդ կողմ կամ չեզոք կողմ, իբրև թե, բայց այդպես չեղավ, առաջին անգամ ուրեմն տեսանք, որ հացահատիկներ փոխադրվեցան Ադրբեջանի միջոցով թեպի Հայաստան։ Սա անշուշտ կարևոր զարգացում է։ Պաշտոնական Երևանը հայտնում է հիմա Թուրքիայի մասով, որ հայ-թուրքական առաջիկա հանդիպում է տեղի ունենալու, հենց այս հայտարարությունները հնչելու ֆոնին, ընդ որում կոնկրետ հարցով, Գյումրի կարճ երկաթուղին վերագործարկելու հարցով, այս նորությունները ղազախական հայտարարությունների հետ փոխկապակցված են։ Գերեւիտ է, ամեն մի բան իրարու փոխկապակցված լինելու են։ Կգարձեմ թե արտաքին գործոս նախարարության նրբանցքներու մեջ քննարկված թեմաներ են, որոնք փուլ առ փուլ կյանքի պիտի գոչվին։ Տրանսպորտի թուրք փոխնախարարը այսօր հայտարարել է Զանգեզուրի միջանցքն ու Բաքու-Թբիլիսի կարս երկաթուղին կլրացնեն միմյանց։ Դեսեք, մենք արդեն դակավի սովետական դարիներեն ունեինք այդ երկաթգիծը, ինչ որ գարսը կմիացներ լենինական Գյումրիի։ Այո։ Եվ հետո Հայաստանի անկախացումեն վերջնալ այդ գիծը որոշ ժամանակ կործեց եւ գկարձեմ թե Քալբաջարի անկումեն յետքեր որ Թուրքիան այդ գիծը փակեց։ Հետո ցամաքային անցում չմնաց երկու երկրներու միջև մնաց միայն օտային ճանապարհը։ Հիմա բնական է որ այդ երկու ուղիներն թե ցամաքային մեքենաներու անցման գիծը եւ թե երկաթուղին կյանքի գոչվին։ Մարկարայի սահմանի անցագետը Հայաստանի կողմը արդեն պատրաստ է շահագործման։ Գյուղ անցագետն շատ շուտով գտնա պատրաստ լինել, հետո պետք է վերականգնվի այդ ընթացքը։ Այսինքն այս փոփոխություններին Թուրքիան անմիջականորեն մասնակցում է ամեն դեպքում։ Սաբահուն ոչ, Սաբահուն այդ առումով ուղղակի հանդիպումներ չենք տեսնել։ Մենք փանակնացնելու հանդիպումներ են վերջ եղած հայտարարություններ եթե նկատի ունենանք, միշտ լիահույս հայտարարություններ եղան, բայց շոշափելի ոչ մեկ առաջընթաց արձանագրվեցավ։ Հիմա այլևս ժամանակը հասած է, որ այդ շոշափելի առաջընթացները տեսնենք մեկ առ մեկ։ Դե Գյումրի կարճ երկաթուղին երևի էական նշանակություն կունենա այս հարցում։ Այո, այդ միակն էր, որ խորհրդային դարիներն ի վեր Հայաստանը կգաբեր Թուրքիա կամ Թուրքիան կգաբեր Հայաստանին։ Հայաստանին ելնելով ամբողջ Կովկասյան տարածքին։ Եվ գումարած դրան թուրքական ավիաուղիները չվերթներ են սկսել իրականացնել Հայաստան։ Այո, բայց ադար դակավին ժամկետը երբ ինչ հերթագանում Սաբահուն ահրելի շուղ է Իստանբուլ Երևան թռիչքները համեմատաբար այլ
ուղղություններով, նույն հեռավորության վրա այլ ուղղություններով այդ պաստադելով, որովհետև մրցունակություն չկա։ Թրքական սեփական ընկերություն մնե կատարող այդ թրիչքները, Pegasus-ը, եւ որովհետև մրցունակություն չկա այդ շուկայի վրա, քիները իր ցանկությունով գճիշտ է։ Հիմա եթե թրքական pedagogan ավիաուղիները կորձել սկսին, ես կգարձեմ, որ այդ սակնալ պիտի նվազի։ Ես հիշում եմ, մենք այդ հարցի առնչությամբ զրուցել ենք մի առիթով։ Հիմա ինչ է ստացվում։ Փաստորեն Հայաստանի տարածքով ճանապարհը կոչվելու է TRIP, Թրամփի ուղի, իսկ Ադրբեջանով անցնողը Զանգեզուրի միջանցք։ Հիմա այստեղ ընդհանրապես երկու եզրը օգտագործվում է, թե Զանգեզուրի միջանցք եզրը օգտագործվում է, եւ թե Թրամփի ուղի։ Բայց արդեն ես նախապես հայաստանյան հերոստահաղորդումներուն մեջ ասած էի, որ ես չեմ հասկացած այդ երկուքին տարբերությունը, որովհետեւ Ալիևին կամ Էրդողանին մատնանշած Զանգեզուրի միջանցքը եւ Թրամփի ուղին իրար մեջ ինչ տարբերություն ունին, ինձ համար հստակ չէ։ Այդ երկու երևույթն Հայաստանը շրջանցելու մասին է։ Թեև խոստումներ կատարվեցան, որ հոմբիդի գտնվին հայ սահմանապահներ, հայ մաքսային գետի աշխատողներ եւ այլն, բայց ես այս տասկեն դակավին կանալ վստահ չէ, քանի որ այդ պատասխանատվությունը պիտի հանձնվի ամերիկյան ընկերության մեջ։ Այդ ինչ ընկերություն պիտի լա, ինչ լիազորություններ պիտի լա, դակավին այդ բոլորը հստակ չեն։ Հետևաբար ես երկու եզրերու միջև տարբերությունը չեմ նկատած։ Դակավին հայկական կողմը կմտնի, որ միջանցքը, Զանգեզուրի միջանցքը անընդունելի է մեզի համար, բայց նույն իմաստին հասնող Թրամփի ճանապարհը ողջունելի։ Ես այս հակասությունը ինքս անձամբ չեմ գրծած բացատրել ես ինձ։ Դե հայտնի է, որ այդ հատվածը պետք է վերահսկի ոչ թե ամերիկյան, այլ հայ-ամերիկյան ընկերությունը, Բակը։ Մինչև այսօր դակավին հայ-ամերիկյանի մասին խոսքը չէր անցած, ամերիկյան ընկերության մասին էր խոսքը, բայց մենք կողմենա երաշխավորություն կար, որ իբրև թե սահմանը պիտի հսկե հայ սահմանապահը կամ հայ մաքսային գետի պաշտոնյան, բայց այս բոլորը դակավին շատ հստակ չէ։ Թբիլիսի գագաթնաժողովի ժամանակ այսօր Ադրբեջանի վարչապետը հայտարարել է խաղաղության համաձայնագիրը հայ-ադրբեջանական պատրաստ է, մնացել են վերջին նրբությունները։ Այսինքն հավանական է այդ պայմանագիրը մինչև Հայաստանի ընտրությունները կնքվեն։ Մենք այս մասին վերջին մեկ տարի է որ գլսենք, որ ընդհանրապես փոխանցությունը համոզիչ է, մանրուք կարգը մանրամասնություններ մնացած են, որոնք շուտով կհարթվին, բայց այդ մանրուքը եթե դակավին կհամարին սահմանադրություն փոխելու եւ այլն թեմաներով, կարծես այդքանալ մանրուք չէ։ Թուրքիայի ներսում հիմա ինչպիսի իրավիճակ է, Բակրատ։ Թուրքիայի ներսում ամբողջ օրակարգը բեռնավորված է ներքին քաղաքականությամբ։ Էրդողանի իշխանության դեմ թշկողություն կա, տնտեսական լուրջ խնդիր կա, ապրուստի լուրջ խնդիր կա, Կալամիս պիտի ճշտվի 2026 թվականի նվազագույն աշխատավարձը, ադոր նախընթացքին ակնկալությունները բարձր են, աշխատող զանգված են, բայց հույսերը այդքան բարձր չեն, սղաճը կշարունակվի, մարդոց քնելու կարողությունը նվազած է, եւ այս բոլորն են օրակարգը առհասարակ զբաղեցնողը։ Միշտ բոլոր նյութերը մանավանդ արտերկրի վերաբերյալ նյութերը երկրորդական գիծի վրա են եւ անմիջական ուշադրության չեն արժանանալ։ Անշուշտ որ այստեղ բացառություն մներ գազայի խնդիրը, գազայի մեջ կատարվածները, որոնք հանրության մեջ որոշ թշկողության ալիքմը բարձրացուցին,
բայց ոչ ավելին։ Այսինքն թուրքական հանրությունը առայժմ հայ-ադրբեջանական օրակարգով չի էլ հետաքրքրվում։ Այո, ընդհանրապես, որովհետև դերները այս մասին չեն արձագանքել, լրատվամիջոցները լուրերով հաղորդումներում մեջ այս նյութը չքննարկվիր, հետևաբար ժողովրդի զանգվածային մեծամասնությունը թե անդեղյակ է եւ թե անհետաքրքիր։ Կիպրոսի թուրքական հատվածում Էրդողանը պարտվեց, պաստորեն Բաքրատ։ Այո, շատ հստակ բարդություն մգրեց։ Այսինքն այդ վարկանիշով Էրդողանը կպարտվի նաև Թուրքիայի ներսում։ Այո, ակնկալությունները այդպես են, բայց գիտեք, որ Էրդողանի անմիջական գործընկերը Քորշ քայլերու ազգային շարժում գուսակցությունը շատ խիստ հայտարարությունով մահանտես եկավ, բանջեց, որ այդ ընդրությունները չեղյալ համարվի, Կիպրոսի խորհրդարանը չեղյալ համարի ընդրությունները եւ Կիպրոսը միանա Թուրքիո։ Սա իսկապես շատ անհետեթ հայտարարություն էր եւ կդավ արժանի հագաստեցությունը, բայց մտայնությունները այսպես են։ Հետևաբար, եթե Թուրքիայի մեջ 2028-ին նախագահական ընդրություններ ըլլան եւ Էրդողանը գործընծնի իշխանությունը, վստահ չենք, թե խոժարությամբ պիտի հնազանդի այդ ընդրության արդյունքին, թե որ դարբեր բնույթի առարկություններ պիտի ներկայացնի։ Վերջապես հիշենք, որ նախորդ Միացյալ Նահանգների ընդրություններուն Թրամփը չէր խոժարած եւ նույնիսկ փորձած էր կոնգրեսը նվաճելու։ Չստացվեց անշուշտ, բայց փորձեց։ Ուրեմն սա նոր ժամանակներու հրամայականը դարձած երևույթ է եւ ընդրությունները այն կանալ մեծ նշանակություն միգուցե գրնան չունենալ առաջիկա տարիներուն։ Թե Թուրքիա մեջ եւ թե աշխարհի զանազան երկիրներում։ Իհարկե, հայկական համայնքի ձայները որոշիչ չեն համարվում, բայց կա որոշակի կողմնորոշում ներքաղաքական կյանքում Թուրքիայի։ Ոչ, ընդհանրապես ադիկա շատերը կողմի գտիդի որպես ծայրահեղ խոսանքը, մարժինալ խոսանքը եւ շատ մեծ ցայներու չարժանանար, գարժանանա միայն երկրի կյանքի շրջաններում մեջ, որոնք ավելի թուրք ազգայնական հագումներ ունին։ Հասկանալի է։ Իսկ Բաքվի համար Էրդողանի քաղաքական ճակատագիրը ինչքանով է էական։ Անոնք լավ իրար հասկացող գործընկերներ են, նույն եղանակով թյուրավ խոսող գործընկերներ են, բայց ես կգարձեմ, թե նույնիսկ ինտիմատիր շարքեր են մարդիկ կան, այդ երկխոսությունը նույն չերմերատությամբ կշարունակվի, քանի որ ուղղված է հասարակած չսեմ թշնամիի հակառակորդի մտեմ, որն է հայ ժողովուրդը։ Անոնք հայատյացության մեջ իրար մեջ շատ չեն դարբերիր այսօրվա ինտիմատիրները։ Ճիշտ է, որ ներկա պայմաններում մեջ անոնք ավելի դեմոկրատ կներկայանան, բայց այդ դեմոկրատականությունը բավական վիճելի կրնա դառնալ, երբ որ խնդիրը վերածվի հայ-թուրքական հակասություններով։ Այսինքն հայ-ադրբեջանական օրակարգի համար որևէ նշանակություն չունի Թուրքիայում ով կլինի իշխանության։ Ոչ։ Բայց պետական խավի համար անշուշտ որ նշանակություն պիտի ունենա։ Եթե տեսնեն, որ այդտեղ որոշ բնականոնացում կա, իրենք շատ երկար չեն կրնար հերու մնալ այդ բնականոնացման խորհրդանցեն։ Մի կարևոր հանգամանք էլ, Բաքրատ, կասեք, Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները հիմա ինչպիսին են գնահատվում Թուրքիայում։ Շատ մտահոգիչ են, որովհետեւ Թրամփը գիտեք, որ խոսքը խնայող մեկը չէ, Էրդողանի երեսին ասա, որ քու օրինականությունը ինձ մեկ աղքալ է։ Եվ Էրդողան ուրախությամբ եկավ, որ Միացյալ Նահանգները գիժանշնային օրինականությունը։ Այս աստիճան խեղճուկ երևույթ մգա այստեղ այդ հարաբերություններու գծով։ Էրդողանը միշտ Թուրքիա, Թրամփը միշտ Թուրքիա գվարվի որպես
ավակ եղբայրի հանգամանքով միշտ հանդիմանող եղանակով խոսելու պատրաստ է, դրամատիր է եւ հաջողալ այս բանը գշեշտ է իր խոսակիցը նվաստացնող եղանակով ինչ որ նմանը ըրաձեր Ժիրինովսկիի դեմ Զելենսկիի դեմ նույնը հաջող կրնա ունել եւ գնե արդեն Էրդողանի անտեմ Դե Էրդողանը երևի առաջինն էր որ ողջունեց հայ-ադրբեջանական համաձայնագիրը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Այո որովհետև ինք իր ելույթներով արդեն այդ առումով պատրաստակամություն հայտնած մեկներ ողջունելու դրամատուրգիությունը դրսևորած մեկներ եւ այդ ելույթն ունեցավ այո Մի նրբերանգել չնայած Վաշինգտոնի ճնշումներին որոնք արտահայտվում են Վաշինգտոնից եկած հայտարարությունների տեսքով Էրդողանը չհրաժարվեց ռուսական գազից եւ կշարունակի գնել ռուսական գազը Այդ բոլորը իսկապես շատ սուղ փոխարժեքներ ունեցող բարդատրանքներ են Կարելի չէ Թրամփի խաթրին մեկ անգամ ամբողջ այդ համագարկը հակադարձ ունել չեղյալ համարել ոչ Էրդողանը ամիջապես պիտի գրնահոժարին ոչ էլ Եվրոպան ռուսական գազեն կամ նավթեն վերջապես այդ բոլորը այլ լծակներով երբս փոխկապակցված են իրարու միգուցե Իսրայելն չի պիտի ուզե որ հերու մնա ռուսական գազեն Թուրքիան այդ բոլորը Թրամփին վաճառական միտքով լուծվելի խնդիրներ չեն Անիկա մեկ կողմ են գտիդե եւ գուզե որ Ռուսիա դեմ խաղակարդը ավելի ջոխանա իր ցերկին, բայց միանշանակ երևույթներ չեն, խնդիրներ ունին բազմաթիվ դարբեր շերտեր եւ ըստ այնմ պետք է վարվի։ Թուրքիան չէր գնար մեկ օրեն մյուսը հրաժարին ռուսական գազեն, ինչ որը համար ահագին խողովակաշար կապված էր նավթատար ուղիներ կառուցված էին Այդ բոլորը մեկ անգամին ինչն է որ չուրը տապե։ Վերջապես Թուրքիան իր աշխարհագրական դիրքով ահագին առավելություններ ունի Ռուսաստանի թեմ եւ Եվրոպայի թեմ։ Եվրոպայի թեմ կխաղա քաղաքականներու խաղակարդ է։ Ռուսաստանի կամ Ուկրաինայի հացահատիկի արակումն դարձյալ հիշենք որ Թուրքիոյ միջնորդությամբ տեղի ունեցավ։ Այդ նավերը Սորենը փերծուցին եւ Թուրքիոյ միջոցով արակեցին դեպի Եվրոպա։ Այս բոլորը նկատի ունենանք, եթե միայն Թրամփի պահանջով ցեվափոխվերի ընթացքներ չեն այսօր։ Մի հետաքրքիր բան էլ տեղի ունեցավ այսօր Իսրայելը հրաժարվեց Թուրքիայի մասնակցությունից Իսրայելա-Պաղեստինյան բանակցություններում։ Շատ բնական է, որովհետև Թուրքիան չեզոք երկիր չէ այդ ուղղությունով եւ Իսրայելի ու Թուրքիո հարաբերությունները այդ հարաբերությունները ես միշտ գտնեմ երկու տարբեր ընթացքի մեջ մեկը արևդրական եւ մեկն ալ իցույց մարդկան քաղաքական իցույց մարդկան քաղաքական կետնի վրա Իսրայել եւ Թուրքիա խիստ հագատրված երկիրներ են բայց խորքային հարաբերությունների մեջ անոնք իրարու հետ լավ հարաբերություն ունեցող երկու երկիրներ են նաեւ